Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, համառոտ օրվա գլխավոր իրադարձությունների մասին։ Հավատն ընդդեմ անձնական ու քաղաքական հաշվարկների, ոստիկանական ուժերով շրջափակված Մայրաթոր, Գերագույն հոգևոր խորհրդի կազմի անդամների փոփոխություն, ՑՄ ազատազրկման պահանջ Բաքվից և խուզարկություն ու ձերբակալություն ոսկու շուկայում։ Առաջիկա րոպեներին խոսելու ենք այս և այլ թեմաների մասին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակված, Մայրաթորի բակում են և վեհափարի աջակիցները և նրա հեռացումը պահանջողները։ Այնտեղ է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը, պնդում են, որ ուժայիններն այնտեղ են հասարակական կարգը պահելու համար։ Ներեցեք, բարև ձեզ, պարոն Հակոբյան, այսքան մեծաքանակ ոստիկանների հասարակական կարգի համար է։ Դիմեք ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։ Հավաքից ժամեր առաջ Մայրաթորը հայտարարություն էր տարածել, ըստ որի ամենայն հայոց կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի կազմի անդամների փոփոխություն է արել։ Ըստ Նյուզեեմի տեղեկության հեռացվել են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանը, Մասյացոտ թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միզախանյանը։ Հեռացվածներին կփոխարինեն Սյունիքի թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գարեգին առաջին կրթական կենտրոնի տնօրեն Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ոստիկանական պատ Մայրաթորի մեջտեղում մի կողմում 10 եպիսկոպոսների աջակիցներն են, մյուս կողմում հայ առաքելական եկեղեցու և վեհափար հայրապետի աջակիցները։ Մեր տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես ոստիկանները թույլ չտվեցին սարկավագին տեղաշարժվել Մայրաթորի տարածքում։ Ինչ ճշտվեց։ Կարող ասել հարգի։ Իմ սենյակում անձնական իմ հոգևոր հանդերձանքը ես դուրս եի եկել տարածքից։ Իմ սենյակում ինչպես պիտի վերցնեմ, որ ասեք խնդիր չկա, եթե ինչ-որ կողմով կարող եմ շրջանցել, ասեք, կան ինչ պիտի ցույց տամ, որպեսզի կարողանամ վերցնել։ Հարցին էս բան չեմ կարող պատասխանել։ Ես հասկանում եմ, որ դուք ինչ-որ մեկից հարցեք, ում ես հարցնեմ, ով է իրավասու, որ իմ հարցին պատասխանի։ Ես ձեզ հետ խնդիր չկա, իմանամ ումից պիտի հարցնեմ։ Չէ, ձեր ղեկավարն ով է, դուք ասում եք թույլ չեմ կարող տալ, ես իմ հոգևոր հանդերձանքով պիտի լինեմ տարածքում։ Գնամ հագնում եմ, որպեսզի նորից դուրս գամ։ Ով է իրավասու ինչ-որ մարդ գա, ես իր հետ խոսեմ, ոչ մի խնդիր։ Մեկ օր կսպասի։ Հա, իհարկե։ ոչ մեկ հնարավորություն չունի անցնելու։ Ինչ ասենք, ներեք ձեզ ինչ պատասխան տվեցին։ Կապերեք կասենք, լավ։ Հա, շատ լավ։ Մեր նկարահանող խումբն աշխատում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, միանանք տեսնենք, թե ինչ վիճակ է և ինչ է այնտեղ կատարվում, քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ վիճակը գերլարված է։ Աջակցելու ճշմարտությանը, մեր տղաներն ու աղջիկները, որ վերևում բղավում են, էլի մերն են, մենք բոլորի սիրում ենք, ինչպիսի վարկանգումներ են, որ լինեն, միևնույն է, բոլորը մեր քրիստոնյա հավատացյալներն են, բայց նրանք բոլորը շփոթության մեջ են, որովհետև մենք ձայն ենք բարձրացրել հանուն արդարության, ամենայն հայոց կաթողիկոսը պիտի ծառայի հայ ժողովրդին և Հայաստանին, և սա է կարևորը, այստեղ Էջմիածնի եկեղեցու դեմ ոչ ոք չի գործում, մենք բոլորս Մայրաթոր Սուրբ Էջմիածնի զավակներն ենք, միայն բղավելով չի, այստեղ շատ կարևոր է, որ մենք մեր պետականության կողքն ենք, մեր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողքն ենք, գալու է հեռու չի այն օրը, երբ որ ամենայն հայոց կաթողիկոսը կգիտակցի ապօրինաբար ազատազրկված մեր հոգևորականները, ազգային մեծանուն բարերարը, նվիրյալ հայորդիներ, ապագում ենք, որ մեծանուն թագավորեն բարձրությունն ու գթասրտությունը, եղբայրսիրությունն ու համերաշխությունը։ Մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք,
մենք եկեղեցի եւ չպետք է դրենք երկպառակտության սադրանքների միավորվենք բոլորս հայրենիքի եւ ներսուրբ եկեղեցի Մայրաթորից ուղիղ միացմանը կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում, քիչ անց կապ կհաստատեք այնտեղ աշխատող իմ գործընկերոջ հետ։ Իսկ ինչ դիրքորոշում ունեն էջմիածնեցիները, մեր տեսախցիկն է շրջել քաղաքում ու լսել մարդկանց։ Ինչպես է գնահատում եպիսկոպոսների հավաքն ընդդեմ վեհապարի։ Ես այդպես չեմ կարող ոչ սրա օգտին, ոչ նրան դեմ ինչ որ բան ասել, բայց որ մենք պետք է ամուր պահենք մեր հավատը, դա միանշանակ է։ Կողմ չեմ, որ ընդհանրապես եկեղեցու հանդեպ ինչ որ այս գործողությունները տեղի ունենում, մեր հավատքի հանդեպ չէ, կողմ չեմ, դեմ եմ շատ։ Ով որ սուրբ է, թող սուրբ էլ մնա, ով որ խուլիգանա, թող դուրս գա։ Ես վանքի կողքը միշտ կանգնեցեմ ու կանգնեցեմ մնալու սարտամ։ Դավաճան եպիսկոպոսը, ոնց ասեմ, հավասար են Ադրբեջանցի Սաֆարովին, որը հայ ազգի թշնամին է։ Նույնիսկ թշնամին։ Ոչ մի բան չեմ կարող ասել, ցավը տանում։ Ինչպես է գնահատում եպիսկոպոսների հավաքն ընդդեմ վեհապարի։ Ներքին եկեղեցիական հարցերը կարգավորեն իրանք էլի։ Всё правильно делают. Просто աջակցող չկա. Надо помогать, чтобы они могли это все сделать, а не то, что привести столько милиции. Եպիսկոպոսների հավաքին ինչպես եք վերաբերում։ Բացասաբար։ Խանգարելիս բացի ուրիշ բան չեն անում։ Այս պահին կրկին միանանք Մայրաթոր, որտեղ աշխատում է իմ գործընկեր Անյա Աբաղյանը։ Անի, բարի երեկո, դու եթերում ես, խնդրում եմ ներկայացրու, թե ինչ է այնտեղ կատարվում հիմա։
Arman! Նախքների սիրելի Արման, հլես է ֆռա։ Վրա սոդած ենք պատվեր տալի, ֆռա հլը տնամավա պատեր անի։ Ադս դաղելով է այդ նետը։ Չորիշ է դու պագե։ Արա պահաստանում է, կարեց է պահաստանում։ Տիկնաբահները, իսկ ովքեր են պահաստանում։ Հա իրաց համակիրները, չգիտեմ։ Համակիր չկա հիմա։ Իրանց։ Էս ժողովուրդ։ Տեսակ ժողովրդին կուսեցին իրար մեջ։ Լսեք ուշադիր, այս իշխանությունները 18 թվականից ինչ եկել են, սրանք բռնազավթել են ամեն տեղ, ամբողջ Հայաստանը բռնազավթել են, ժողովուրդին կիսել են, քանի կար Կճոյանը ամենապիղծ սրբազանն է, այսօր լիքը ախրանով, ոստիկանական համակարգով, չգիտեմ, են հրաշա գլուխներով Կճոյանին փաթաթուն տանում են, ինչի համար, Կճոյանը եթե նորմալ բանա, այդ ինչ հա, բեապարրա ես միսա, հոգավորականա, Կճոյանը ժողովրդից պետքա չփախներ, Կճոյանը, այո, բայց անկողին են մտնում էլի ախրանաներով, դրանք ես տուն են մտնում էլի ախրանաներով։ ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը և իր պիղծ սաստավը ավիրում են Հայաստանի Հանրապետությունը, այ երբ որ մենք ուշքի գանք և պահանջենք, ամեն ինչ կլինի նորմալ, մենք հարկեր ենք տալի, մենք տուրքեր ենք տալի, պղծերը մեր հարկերով տուրքերով Հայաստանում ման են գալի և մեզ պահում են մեր տարածքներից, մեզանից պահում են ինչ-որ մի քանի Հակնված ոստիկանները, հակնված ոստիկանները, Սենց եք պաշտպանում Բոլոր լրագրողներին հրմշտել են, երբ լրագրողն են լրագրողներից մեկին Մեկ րոպե մեր գործընկերը տեսնեք ձեր գործընկերը Դուք գոնես անգամ խոստանում եք, որ լրագրողների իրավունքները իրավական առումով կպաշտպանվեն, որովհետև միշտ մենք հրմշտվում
ենք, միշտ դառնում ենք ինչ որ այդ ամեն ինչի զոհը, բայց միշտ աչքաթող ենք։ Կարող ազարան ասենք խոսենք։ Ոնե պիտված կլրեք, տեսնենք այս կինը Կանալի է, շրջանցողի 30 տարբերակ։ Մեր մեղավորություն այդ ջուրը տակուր, բոլոտա կարակ։ Այդ որքան ժամանակ հրերով գալիս էին ուր էի։ Կարող Մենա մոտենը լավ կլինի։ Արմեն Մայրաթորից ուղիղ միացմանը շարունակեք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Իսկ ավելի վաղ առավոտյան Մայրաթորը զգաստության կոչ է արել վտանգներով լի հավաքի նախաձեռնությունը ստանձնած սրբազան հայրերին։ Պետք է դրսևորել պատասխանատվություն, զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից եւ գործել բացառապես եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները եւ հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ, խաթարելով հայոց հոգեվոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը։ Մայրաթորը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած սրբազան հայրերին։ Պետք է դրսևորել պատասխանատվություն, զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից եւ գործել բացառապես եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները եւ հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ, խաթարելով հայոց հոգեվոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը։ Մայրաթորը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն եւ չտրվել նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։ Մայրաթոր ուղղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության եւ միասնականության։ Սուրբ Էջմիածնի անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին եւ առ մեր Սուրբ եկեղեցին։ Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարություն է տարածել հորդորելով զերծ մնալ սադրիչ գործողություններից։ Ըստ գերատեսչության հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո որոշ քաղաքացիներ եւ սոցցանցերի օգտատերեր սադրիչ եւ վիճակը թեժացնող գրառումներ են կատարել։ Հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները, պահպանելով հասարակական կարգը եւ ապահովելով բոլոր քաղաքացիների անվտանգությունը։ Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է համապատասխան քրեա իրավական գնահատականի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը բացառել է բախումները, որովհետև Հայաստանի իրավապահ մարմինները ունեն անհրաժեշտ գործիքակազմը եւ հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով։ Լսենք Փաշինյանի ճեպազրույցի առանցքային կետերը։ Մենք բոլորս, ես էլ 10 եպիսկոպոսներն էլ ընդունում ենք, որ մենք բոլորս մեղավոր ենք, այդ թվում հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու ճգնաժամի համար եւ պատասխանատու ենք այդ ճգնաժամը լուծելու համար։ Ես 10 եպիսկոպոսներին չեմ ուղղորդել։ Ես ով եմ, որ իրենց ուղղորդեմ, բայց ես նրանց աջակցում եմ։ Պատասխանատու ասում եմ, եպիսկոպոսած դասն է որոշելու, ով կլինի կաթողիկոսը։ Ես թեկնածու չունեմ։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հաստատել է, որ վեհափառի օտար երկրների ծառայություններին զեկուցելու իր իսկ մեղադրանքի վերաբերյալ իրավապահ որևէ մարմնում վարույթ գոյություն չունի, եւ նա ազգային անվտանգության ծառայությանը պաշտոնապես այդ մեղադրանքի վերաբերյալ տեղեկություն չի փոխանցել։ Ըստ Զուրաբյանի վեհափառի հեռացման Փաշինյանի ներկայացրած գլխավոր պատճառաբանությունը պարզվում է որևէ իրավական հիմք չունի կամ ապացույց չունի, հետեւաբար տարրական զրպարտություն է։
Փաշինյանն ասաց, որ իրավական գործընթացներին ընթացք չեն տալիս ելնելով ազգային անվտանգության շահերից։ Այս տգետին մի բան պիտի բացատրեմ։ Աշխարհի բոլոր բռնապետները սահմանադրության եւ օրենքների խախտումները եւ բռնապետության հաստատումը հիմնավորել են ազգային անվտանգության շահերով, ոչ թե օրինակ իշխանությունը պահելու մոլագար ցանկությամբ։ Իրականում հենց Նիկոլ Փաշինյանն է գլխավոր սպառնալիքը մեր ազգային անվտանգության եւ ժողովրդավարության համար։ Այսօր նաև տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի և Սրբազան պայքարի մյուս մասնակիցների գործի հերթական դատական նիստը, որն այս շաբաթ ևս հետաձգվեց մեղադրյալների և պաշտպանների բացակայության պատճառով։ Ի դեպ Իգոր Սարգսյանին ու Կարո Օկոպմուշյանին ոստիկանները չէին կարողացել բերել դատարան, որովհետև ոստիկաններին գործուղել էին Էջմիածին։ Սակայն Բագրատ Սրբազանը հասցրել է խոսել եկեղեցու շուրջ տեղի ունեցողի ու այսօրվա հավաքի մասին։ Սրբազանը կոչ է արել գնալ և կանգնել Մայրաթորի կողքին։ Սա չի կարող շարունակելի լինել եւ այո, ես պատրաստ եմ նաեւ հաջորդի մեղադրողների բացակայության պարագային որևէ մեկի իր կամքից անկախ բացակայության պարագային, որի իր պարտավորությունը չէ, ես էլ իմ պարտավորությունը չեմ համարի դատական նիստերին ներկա լինել։ Եվ սա վիրավորանքը ուղղակի անթույլատրելի է եւ դա գալիս է բարձրագույն ղեկավարության իր կամքը թելադրած կատարելու, այսպես կոչված ղեկավարության, կամքը թելադրած կատարելու սկզբունքից։ Մարդիկ ծառայության մեջ են, հանել տարել են ուրիշ տեղ, հետևաբար ծառայություն չկա, հետևաբար մարդիկ չկան եւ հետևաբար գործընթացը չկա։ Հիմա ով է ինձ պատասխան տալու։ Ինչի՞ եմ ես 3 ժամ գալիս այստեղ նստում, հետ գնում նորից տեղ։ Այդքան հեշտ է մեզ համար, կամ էս մարդկանց ով է պատասխան տալու, որ վեր են կենում Կանադայի դեսպանատան ներկայացուցիչներն են այստեղ։ Մեր ժողովրդին ներկայացրած մարդիկ ամեն շաբաթ պարտավոր են 15 րոպե գործ բան թողնեն գան այստեղ հետո թողնեն հետ գնան չի կարելի սա պատվարժան դատարան ես կարծում եմ որ դա նաև ձեր գործառույթում ձեր քննությունը եւ խիստ միջոցներ ձեռնարկեք եւ առից օգտվելով ուզում եմ մեր իրավապաշտպաններին մեր ժողովրդին ասել որ այսօր այո Սուրբ Էջմիածն այն ինչ որ տեղի ունենում այդ խայտառակությունը ամոթը Գնացեք Սուրբ Էջմիածին, գնացեք, մասնակցեք, ձեր աջակցությունն ու զորակցությունը հայտնեք, իմ խնդրանքն է օրդորն է ձեզ, ես անձնապես չեմ կարող, հենց այդ նպատակով էլ մենք կալանավորված ենք։ Բագրատ Սրբազանը Գերագույն հոգևոր խորհրդից եպիսկոպոսների հեռացնելու որոշումը որակել է շատ ճիշտ, տեղին և սպասված։ Իսկ երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսով զրուցել է ավագ որդու Դավիթ Վարդանյանի հետ։ Նրա խոսքով առաջիկայում իրեն կտրվի եզրափակիչ խոսքի հնարավորություն։ Վարդանյանը պատմել է, որ ելույթում մտադիր է ընդգծել, որ տեղի ունեցողը չի ընդունում որպես դատական գործընթաց եւ չի մասնակցելու արդարադատության իմիտացիային։ Նրա գնահատմամբ Բաքվում ընթացող գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնարար չափանիշներին եւ չի կարող համարվել դատաքննություն։ Ես ոչինչի համար չեմ զղջում։ Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար եւ կամավոր, լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ այն է, որ չկարողացա անել ավելին։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ, Արցախը եղել է, կա եւ կլինի անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից։ Պետք չէ վախենալ մահից կամ փորձել հաղթել նրան։ Մահը սարսափելի չէ։ Սարսափելի անտարբերությունը, որն աննկատ աստիճանաբար, ասես ճառագայթում թափանցում է մեր մեջ եւ ներսից քայքայում։ Մի վախեցեք հետևել ձեր սեփական ճանապարհին, փնտրել, սխալվել եւ մինչեւ կյանքի վերջը ճանաչել աշխարհը։ Կարևորը սեփական ճանապարհը գիտակցաբար գնալն է, ամենակարևորը չվնասելն է։ Չխախտել այն ներդաշնակ հավասարակշռությունը, որ գոյություն ունի բնության մեջ եւ աշխարհում։ Մենք բոլորս մասնիկներն ենք մեկ ընդհանուր տարածության, որը կարող է գոյություն ունենալ միայն հավասարակշռության եւ ներդաշնակության մեջ։ Զգույշ եղեք խոսքի նկատմամբ։ Խոսքը կարող է խոցել, բայց կարող է նաեւ զարգացման, աջակցության եւ ստեղծարարության հզոր խթան դառնալ։ Ես երջանիկ եմ, որ կարող եմ լինել իմ ժողովրդի ծառան։ Երախտապարտ եմ բոլորին, ով եղել է եւ մնում է իմ կողքին այս դժվարին ժամանակահատվածում։ Այսօր Ռուբեն Վարդանյանի ձերբակալության հանգամանքներին անդրադարձել է նաև Արցախի Հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նրա խոսքով Վարդանյանը չի փորձել թաքնվել եւ նա բոլորի պես դուրս է եկել Բերձորի միջանցքով։ Ոչ մեկ թաքնված չէր։
Ադրբեջանական կողմը շատ լավ տիրապետում էր ով որտեղ է գտնվում։ Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել Թաքստոցում, ինչ-որ բունկերում, անտառում, այլ ընտրանքային ճանապարհներով դուրս գալու ժամանակահատվածում։ Ինքը տեղափոխվել է, փորձել է, ինչպես բոլորը, տեղահանվել դեպի Հայաստանի Հանրապետություն, այդ ժամանակահատվածում գործող միակ ճանապարհով, Լաչինի միջանցքով։ Շատ լավ իմանալով, որ ճանապարհին կան բազմաթիվ ադրբեջանական հենակետեր, հենց Ստեփանակերտից դուրս գալուց Շուշիի մատույցներում եւ նաեւ կար Հակարի կամուրջում գտնվող ադրբեջանական հսկիչ անցագրային կետ, որտեղ բոլոր անցնող անձինք ստուգման են ենթարկվել։ Ես շատ լավ իմանալով իմ կարծիքով, որ գերեվարման համար եւ ձերբակալման համար ինքը ադրբեջանական կողմից ունի նման որոշում։ Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկեն նավթամթերքի առաջին խմբականակը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների դա նախատեսված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շրջանակում եւ նավթամթերքի արտահանումը մեկնարկում է հենց այսօրվանից։ Պայմանավորվածությունը ձեռք են բերել նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի եւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման ընթացքում։ Այսօր Հայաստան կուղարկեն Սոկարի արտադրած AL-95 բենզինի 22 երկաթուղային վագոն։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների գործարքը ունի զուտ առևտրային բնույթ, իսկ բենզինը կվաճառեն միջազգային շուկայի գներին համապատասխան։ Իսկ այս ամենի ֆոնին Բաքվից գալիս են հստակ ազդակներ, որոնք ամենևին խաղաղության մասին չեն։ Դեկտեմբերի 1-ից 15 ընկած ժամանակահատվածում միայն Ադրբեջանի պետական լրատվական Ազերթակ գործակալությունը հրապարակել է 24 նյութ, որոնցում Հայաստանի Հանրապետության տարածքը կոչվում է Արևմտյան Ադրբեջան, զավթողական անվամբ։ Գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ու շեշտել, այդ ծրագիրը Ադրբեջանի պետական քաղաքականության մաս է։ Արևմտյան Ադրբեջան զավթողական ծրագիրը Ադրբեջանի պետական քաղաքականության մաս է։ Դրա շրջանակում կազմակերպվում են գիտաժողովներ, ուսումնական ծրագրեր, երիտասարդական ճամբարներ եւ ցուցահանդեսներ։ Արևմտյան Ադրբեջան վերադարձը ներկայացվում է որպես հիմնական ազգային նպատակ։ Սրա մասին ուղիղ տեքստով խոսում են падգամավորներ եւ այլ պաշտոնյաներ։ Իլհամ Ալիևը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ թեման մշտապես ներկայացնում են որպես իրավական, պատմական եւ բարոյական պարտավորություն, այն ներառելով ուսումնական ծրագրերում, ֆոլկլորային հետազոտություններ արվեստում եւ հասարակական դիսկուրսում Հայաստանի տարածքների նկատմամբ պահանջներ օրինաչափ եւ բնական դարձնելու համար։ Արվեստի, գրականության եւ պատմության գիտությունների միջոցով Արևմտյան Ադրբեջանը ներկայացվում է որպես ադրբեջանցիների նախնիների հայրենիք։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին падգամավոր Հակոբ Հակոբյանին, Լեդի Հակոբին պատկանող ոսկու շուկայում խուզարկություն է տեղի ունեցել։ Ըստ մեր տեղեկությունների շուկայի տնօրենի մոտ ապօրինի զենք են գտել։ Նրան ձերբակալել են։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ դեպքի առթիվ նախաձեռնել են քրեական վարույթ, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հոդվածով։ Ազգային ժողովն ընդունել է առողջության ապահովագրության ծրագիրը։ Գալիք տարվա հունվարից քաղաքացիները կունենան ապահովագրություն։ Համենայն դեպս այդպես է պլանավորել առողջապահության նախարարությունը։ Իսկ իրատեսական է արդյոք այն ժամկետը, որը գերատեսչությունը դրել է իր առջև։ Նախագծի մանրամասներին իմ գործընկեր Անահիտ Սարգսյանն է անդրադարձել։ Համընդհանուր առողջության ապահովագրության նախագիծն ընդունվել է։ Հունվարի 1-ից մոտ 1.600.000 քաղաքացի կունենա առողջության ապահովագրություն։ Բարեփոխման հիմնարար սկզբունքներից է, որ մենք մեր երկրի բոլոր քաղաքացիներին միավորում ենք մեկ ապահովագրական զամբյուղի մեջ, որպեսզի հավասարակշռենք մեր երկրի բոլոր քաղաքացիների առողջական, ֆինանսական ռիսկերը, ինչի արդյունքում կարող ենք ստանալ շատ ավելի հավասարակշռված փաթեթ, այն արժեքով, որը այլ պարագայում դժվար էր լինելու ապահովել։
Իրատեսական է մինչև հունվարի 1-ը կազմակերպել ապահովագրության ամբողջ գործընթացը, հատկապես եթե կանոնակարգով նախատեսվում է, որ վճարումները պետք է սկսվեն դեկտեմբերից։ Առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը կարծում է, համակարգում բազմաթիվ բացթողումներ կան։ Չունենք ստեղծված հիմնադրամը, փաթեթները եւ այլ իրավական ակտերը կառավարության որոշումների ձևով այս պահին դեռ գտնվում են հանրային քննարկման փուլում, իդրավտ համակարգում, այնպես որ ես կարծում եմ, որ ժամանակը շատ կարճ է, որպեսզի մենք հունվարի 1-ից, այսինքն 3-ից, առաջին օրերից ստանանք ապահովագրությունը։ Առողջապահության ոլորտի կազմակերպիչ Սամվել Սողոմոնյանի համոզմամբ սոցիալական արդարության սկզբունքը շարունակում է խախտված մնալ։ Նրա խոսքով ֆինանսական ամբողջ բեռը դրվում է քաղաքացու վրա, մինչդեռ համընդհանուր առողջության ապահովագրություն ունեցող երկրների մեծամասնությունում կիրառվում են այլ մեխանիզմներ։ Կամ այդ ապահովագրավճարների հիմնական բեռը դրված գործատուի վրա, ոչ թե աշխատողի, կամ առնվազն կիսվում է բեռը ֆինանսական, այսինքն գումարի մի կեսը տալիս է գործատուն, կեսը աշխատողը։ Երևի մատերի վրա հաշված երկրներ կարող են մտաբերել, որտեղ գործատուն ընդհանրապես գումար չի վճարում իր աշխատակցի ֆինանսական բեռը թեթևացնելու համար այդ ապահովագրական փաթեթին, հա։ Համապատրաստից փոփոխություն է նաև այն հանգամանքը, որ թեև ապահովագրության համար վճարում են քաղաքացու եկամուտներից, բայց փոխանցումները պետք է կազմակերպի գործատու կազմակերպությունը։ Հենց այսօր եմ զրուցել թե բժշկական կենտրոնների տնօրենների հետ, թե անկախ բժշկական բիզնեսի հետ կապ չունեցող գործատուների հետ, ոչ մեկը, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի կարգավորում չի ստացել եւ այս պահին ոչ մեկը, անգամ բժշկական կենտրոնի տնօրենները չգիտեն իրենց անելիքները։ Առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը համակարգը բնութագրում է էկոնոմ ռեժիմով առողջապահություն, նշելով, որ առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի հաշմանդամները, նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաները, մինչեւ օրենքի ընդունումը մի շարք ծառայություններ ստացել են ավելի լայն ծավալով։ Փորձագետների խոսքով գործնականում քաղաքացիները կարող են բախվել ընդհանցակարգային խնդիրների եւ ավելորդ քաշքշուկի։ Առավել ծանրաբեռնված են լինելու ընդունարանների աշխատակիցներն ու հերթապահ բժիշկները, այսինքն բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները։ Այս հարցերի հստակ պատասխանները ըստ մասնագետների այս պահին դեռ բացակայում են։ Անահիտ Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այսօր անչափահաս երեխաների ծնողներն ունեն շատ լուրջ մտահոգություն։ Սովորական ժամանցային հավելվածը կարող է դառնալ վտանգ երեխայի համար։ WhatsApp-ում, Telegram-ում, Snapchat-ում շատ հաճախ երեխաներին ուղարկում են սեռական բնույթի լուսանկարներ ու տեսանյութեր, որոնց հետևանքները շատ ավելի հեռուն կարող են գնալ ու վնասել երեխայի առողջությունը, վտանգել կյանքը։ 18+ նկարներ անչափահասների հեռախոսներում, ինչպես պաշտպանել ու զերծ պահել վտանգից, ռեպորտաժում։ Երեխայիս մեսենջերով սեռական բնույթի նկարներ են ուղարկել։ Ինքը չգիտի, որ տեսել եմ։ Ինչ որ մեկը նման խնդիր ունեցել է, ինչ անեմ։ Facebook-յան խմբերից մեկում հրապարակված այս գրառումը լայն քննարկումների պատճառ է դարձել, անհանգստացնելով բազմաթիվ ծնողների։ Նրանք ահազանգում են, որ իրենց երեխաների հեռախոսներում եւս նմանատիպ բովանդակություն են նկատել, սակայն չեն հասկանում ինչ քայլեր ձեռնարկեն եւ ում դիմեն։ Տղայիս Telegram-ի էջով բավականին շատ կոնտակտներից, որ խաղարկության հղում էր ուղարկվել, հետո էլ 18+ նկարներ։ Հեռախոսը ծնողական վերահսկողության տակ է։ Ծրագիրը ջնջելուց հետո էլի մի քանի հոգու ուղարկվել էր։ Նամակները դատարկ էին, ստուգել ենք։ 18+ նկարներ ու ֆիլմեր հեռախոսը չի թողնում մտնի։ Մասնագետները զգուշացնում են, անչափահասների շրջանում սեռական բնույթի լուսանկարների եւ տեսանյութերի տարածումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, անգամ ինքնասպանության։ Մեդիա փորձագետ Արթուր Պապյանի խոսքով նման բովանդակությունը հիմնականում տարածվում է WhatsApp-ում, Telegram-ում եւ Snapchat-ում, քանի որ այդ հարթակներում վերահսկողությունը սահմանափակ է։ Կա որոշակի դժկամություն միջամտել յուզերների, օգտատերերի վարքագծին, որովհետեւ դա նաեւ հարթակի նկատմամբ վստահությունն է նվազեցնելու, բացի այդ, օրինակ WhatsApp-ի դեպքում ամբողջ կոնտենտը գաղտնագրված է եւ տեխնիկապես այնտեղ վերահսկողությունը շատ բարդ է
Անչափահասների շրջանում սեռական բովանդակության տարածումը կանխելու համար կարևոր է ճիշտ ծնողավարումը, սակայն միայն դա բավարար չէ, ասում է մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանը։ Եթե ծնողը նույնիսկ վերահսկում է երեխան ինչ կոնտենտ է օգտագործում եւ ինչ նյութեր է սպառում, ինչ մեդիա կոնտեքստ է սպառում, նա չի կարող վերահսկել թե իր երեխային ով ինչ կարող է ուղարկել եւ այստեղ հենց բախվում ենք այն խնդիրներին, որոնցից մեկն ու ամենակնհայտը անպատժելիությունն է։ Մասնագետի խոսքով անպատժելիության զգացումը հաճախ ձևավորվում է այն ընկալմամբ, թե սոցիալական հարթակներում տեղի ունեցողը իրական կյանքի հետ կապ չունի։ Ցանկալի է, որպեսզի օրինակ դեռահասների դեպքում նրանք ծնողները զրուցեն երեխաների հետ, բացատրեն կամ քննարկեն այն փաստը, այն հանգամանքը, որ առցանց հարթակները, նույնիսկ մասնավոր չաթային, ինչպիսին WhatsApp-ը կամ Snapchat-ն են, իրականում on-line են հրապարակային կարող են դառնալ, հաղորդագրությունը կարող է սկրինշոթվել, տարածվել եւ լուրջ անախորժությունների պատճառ դառնալ։ Եվ այստեղ որոշակի մեդիա գրագիտության խնդիր է։ Իսկ ինչպես իրականացնել ճիշտ ծնողավարում, որպեսզի երեխան կարողանա բարձրաձայնել եւ առանց կաշկանդվելու ծնողին ասել, որ իրեն սեռական բնույթի կոնտենտ են ուղարկում։ Նման դեպքերում կարևոր է ծնողի մեդիագրագիտության մակարդակը։ Եթե բարձր մեդիագրագիտության մակարդակ ունեցող երեխան ծնողի հետ կիսվում է, որ իր դասընկերը կամ դասընկերուհին իրեն զգայուն տեսարան կամ կոնտենտ է ուղարկել, ծնողը սկսում է երեխային նախատել, որ ինչու հենց քեզ ուղարկեց, դու ինչ ես արել կամ ասել, ինչու ես դու հայտնվել իր թիրախում, երեխան ամոթով պայմանավորված հաջորդ անգամ կլռի այդ թեմայի շուրջ, ինչը կարող է հանգեցնել հետագա շատ լուրջ խնդիրների, ինչպիսիք են հենց օրինակ կիբերբուլինգի վտանգները։ Երբ անչափահասից պահանջում են նման նկարներ, դրանք ոչ միայն հետագայում շրջանառվում են տարբեր հարթակներում, այլև դառնում են շանտաժի եւ մանիպուլյացիայի միջոցով շորթումների պատճառ։ Այդ գործողությունները քրեորեն պատժելի են։ Ոստիկանության ներկայացուցիչը խորհուրդ է տալիս, ինչ անել նման դեպքերում։ Պարտադիր պետք է դիմի փաստաբանին, նման դեպքում փաստաբանին, հոգեբանին եւ երկուսի արկայության պարագայում նոր արդեն դիմեն իրավապահ համակարգին։ Արմինե Գյոզալյանի խոսքով ոստիկանությունը պարբերաբար շաբաթական 2 անգամ այցելում է տարբեր դպրոցներ իրազեկման նպատակով։ Հանդիպումներ եւ քննարկումներ են կազմակերպվում, այդ թվում սեռական կրթության թեմայով։ Ոստիկանությունը իրականացնում է իրավական իրազեկման աշխատանքներ հանրության շրջանում մանկավարժական կոլեկտիվի ծնողների, այդ թվում նաև բռնության կլինի բուլինգ, կիբերբուլինգ, սեռական բռնություն, տարբեր բռնության տեսակների վերաբերյալ իրավական իրազեկման աշխատանքներ է իրականացվում ծնողների մանկավարժական կոլեկտիվի աշակերտների շրջանում, ինչպես նաև ոստիկանությունը իրականացնում է մշտադիտարկում եւ ստանում ենք տեղեկատվություն, օպերատիվ տեղեկատվություն եւ իրականացվում են համապատասխան աշխատանքները։ Անչափահասների շրջանում սեռական բնույթի բովանդակության ցանկացած ձևով տարածումը կամ կիրառումը պատժվում է քրեական օրենսգրքով։ Նախատեսված է պատասխանատվություն մինչև 3 տարի ազատազրկում կամ տուգանք տասնապատիկից 30 չափով կամ 100-ից 200 ժամ տևողությամբ հանրային աշխատանք։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի ամփոփիչ թողարկումը եթերում կլինի ժամը 21-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։ Ես Գարուն Թավյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։